Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մելոյան, մենք գրեթե 1 տարի չենք հանդիպել, բայց տեսեք ինչքան ժամանակ կա եւ այս ժամանակվա ընթացքում ինչ ասես տեղի ունեցան։ Դեռ վաղաշաբաթ ընտրությունները չէին եղել եւ տեղի ունեցավ ինչ որ տեղի ունեցավ եւ հիմա եկել հասել ենք մի շրջան, որտեղ որ բոլորը պատրաստվում են ընտրությունների եւ այս ընտրությունները շատ կարեւորագույն ընտրություններ են։ Մինչև ընտրություններին անդրադառնալը 3 տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում շատ խայտառակ մի միջադեպ, Սադրիչը, ես իհարկե այդ բառը շատ տեղին է մի ուրիշ բառով փոխարինել, բայց հիմա եթերային չի չեմ կարող ասել։ Բայց Սադրիչը մտավ, Նիկոլը մտավ եկեղեցի, այդ օրով, ծաղկազարդ էր, մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակներս գիտենք դա ինչ նշանակություն ունի մեզ համար, բայց մարդը մտավ եւ որոշեց խառնակցության այդ իր դերի մեջ մնալ եւ փորձեց երիտասարդին հունից հանել, Երիտասարդը հասկացանք, որ անչափահաս է եւ նա հիմա կարծեմ ձերբակալվել է, 2 եղբայրները։ Այս առիթով սկսենք մեր զրույցը։ Կրկին շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, ընդհանուր վերջում ենք շատ ջուր է հոսել այս 1 տարվա ընթացքում, սակայն ցավոք սրտի ընդհանրական պատկերը նույնական է ու արդեն Քանի դեռ Նիկոլը իշխանության։ Այո, ու արդեն հասնում ենք սպասելի հերթական ընտրությունների, բոլորս այդ տրամաբանության հետ ծիրում ենք, որովհետև այո, այս 2026 թվականի հերթական ազգային ժողովի ընտրությունները բախտորոշիչ են լինելու մեր պետության, պետականության եւ մեր ազգի ճակատագրի համար։ Ճակատագրական ընտրություններ են, որին կարծում եմ յուրաքանչյուր հայ մարդ պետք է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ վերաբերի, որովհետեւ մենք փորձում ենք վերականգնել այն իրավական ճշմարտացիությունը, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը, ու ի վերջո, ինչքան էլ խոսում եմ ժողովրդի հանդեպ սիրոց, ինչքան էլ հռչակում են մեր պետությունը ժողովրդավարության բաստիոն, հենց երեկվա դրվագը հերթական դրսևորումն էր, որ բնավ հողի վրա այդպիսին չէ իրավիճակը, այո, եւ ի վերջո մեր հանրությունը պետք է գիտակցի, որ իրենք են առաջնային աղբյուրը մեր երկրի իշխանության եւ ժողովուրդն է որոշելու, թե ովքեր պետք է լինեն կառավարիչները։ Իսկ այդ կառավարիչների հիմնական առաքելությունը մեր պետական, պետաիրավական մարմինների կազմակերպչաիրավական դրսևորումն է, որը կնպաստի նույն ժողովրդի կյանքի լավագույն որակների դրսևորմանը եւ այդ որակների բարելավմանը։ Հիմա ինչ ունեցանք 3, այո, ինչպես արդարացիորեն նշեցիք, ծաղկազարդներ, բոլորիս ամենասիրելի տոներից մեկը հայ առաքելական եկեղեցու, ծաղկազարդը խորհրդով տոն է, խորհուրդն է Հիսուսի մուտքը Երուսաղեմ, բայց հենց խորհուրդը այս շատ տեղին է, հիշատակել, որովհետև Հիսուսը մուտք չգործեց, որպես աշխարհիկ իշխանության ղեկավար, ինքը մուտք գործեց խոնարհությամբ եւ հենց այդ խոնարհությունն էր այստեղ ուղղակիորեն, ընկալելին եւ ցուցիչը, որ պետք է դու խոնարհ լինես, որ այդ ժողովրդի իրական սերը ստանաս ու ժողովուրդն էլ օրինակ վերցնի։ Ինչպես ասում են, բոլորի ցավը իր վրա վերցրած։ Այո, ու հենց ծաղկազարդը նաև խորհուրդ ունի նոր մեկնարկի, հաղթանակի, հույսի։ Ու այսպիսի բազմամարդ օրը, որովհետև ծաղկազարդի պատարակները մշտապես, մեր եկեղեցիներում բազմամարդ են լինում, մարդիկ այդ նույն գարնան նոր մեկնարկի, նոր սկզբի, հույսով, եռանդով իրենց ընտանիքներով այցելում են եկեղեցիներ ու պատարագի արարողություններին։ Այս պատարակին որոշում է երկրի վարչապետը մուտք գործել եկեղեցի։ Տեսեք, ամեն ինչ նորմալ կլիներ ու նորմալ է, որ պատարակի ընթացքում օրինակ որոշեր վարչապետը մուտք գործել եկեղեցի ու բնական պայմաններում
տենց վերաբերմունքը կարելի էր քննադատական տեսանկյունից, հա, մոտենալ եւ ասել, որ օրինակ երիտասարդի վարքագիծը հավուր պատշաճի չէ եւ կարելի է ինչ-որ ձևաչափով նաեւ հետևանքներ դիտարկել։ Բայց դա եթե մեր երկրում ամեն ինչ նորմալ լիներ, վարչապետն է, վարչապետին հավուր վարքագիծ դրսևորեր, չխախտելով, հա, օրինակ սահմանադրաիրավական նորմերը, բարոյական նորմերը, եկեղեցական նորմերը, իսկ այդ ամենը նա արդեն իսկ արել է ու ինքն է մեկնարկ տվել այն վերաբերմունքին, որին ինքն արժանացավ եկեղեցում։ Ինչ է արել, ինքը բնականon պայմաններում չէ։ Ինքը մեկնարկ տվեց եկեղեցու նկատմամբ հարձակումների, այն դեպքում, երբ սահմանադրաիրավական բոլոր հնարավոր մեխանիզմներով իր որպես պետության միջամտությունը ներ եկեղեցական կյանքին արգելված է, ինքը գնահատականներ վարչապետի հետ որևէ աղերս չունեցով, հա, այն փողոցային բառամթերքով տվեց, օրինակ, հա, թիրախ վերցնելով հոգևոր հայրերի, բայց բոլորս եք հաճ գիտակցում ենք, որ խնդիրը բնավ հոգևոր հայրերի հետ չէր, խնդիրը եկեղեցու որպես ինստիտուտի հետ էր։ Ինքը բեմականացնում էր քաղաքական նպատակներով սուրբ պատարագները ու դրա համատեքստում սկսեցին թիրախավորել, հա, տարբեր քաղաքական գործիչների, այրերի, այս ժամին եկավ, այս ժամին չեկավ, չգիտես, տես նոր սկսում էին եկեղեցական կարգին ծանոթանալ, սուրբ պատարագների կարգին ծանոթանալ, մի բան էլ քննադատում ու գրաքննում էին, հա, դաշտը։ Ու երբ այս ամենը դուք արդեն մեկնարկել եք, այս օվերտոնի պատուանը բացել եք, սպասելի է, որ սուրբ պատարագի արարողության միջակայքում քո այցը եկեղեցի այն էլ կենտրոնում, որտեղ քաղաքական առումով դու իսկ գիտես, մենք վերջին բոլոր սոց հարցումներն են, հա, փաստում, որ քաղաքում իրենք լուրջ խնդիր ունեն։ Քաղաքում հանրությունը չի հանդուրժում իրենց։ Ու այս իրականությունում այդ մուտքը բացի նրանից, որ սադրանք որակել է, այլ բառ ավելի հարմար չկա։ Այո, դա սադրանք էր ու սպասելի էր հավատացյալ ժողովրդի նման վերաբերմունքը, նման պետական գործչի նկատմամբ, ով իրենց հավատի նկատմամբ նկրտումներ է արել։ Չմոռանանք հիշատակել, որ մենք համաշխարհային մակարդակով այն բացառիկ պետությունը դարձանք, համաշխարհային։ Տեսեք, այսօր ունի Հունաստանը խնդիր որոշակիորեն եկեղեցու հետ, երբ պետությունը փորձում է նման միջամտություններ թույլ տալ։ Ուկրաինան ունի նման խնդիր, երբ պետությունը կրկին ուզում է որոշակի իրեն թույլ տալ միջամտություններ։ Բայց որևէ երկրորդ պետությունը չկա, որ եկեղեցու առաջնորդի վեհափառ հոր նկատմամբ քրեական գործ հարուցի։ Եվ իրենք այդ կարմիր գիծն էլ անցան։ Սա կրկին եմ ասում, եկեղեցու խնդիր չէ։ Սա մեր պատմության, մեր պետականության եւ մեր իրավունքի խնդիր է, որովհետեւ այս երեք տեղ արձանագրվելու է այս իրողությունը։ Եվ թույլ չտվեցին վրաց պատրիարքի հուղարկավորությունը։ Իսկ դա ընդհանրապես միջազգային սկանդալ դարձավ, որովհետեւ դա ուղղակի հարված էր կրկին, հա, այդ քինախնդրությունը վեհափառ հոր հարց չէր։ Այդ քինախնդրությունը հարված էր մեր պետության միջազգային հեղինակությանը։ Դուք մենակ այն գիտակցումը, հա, որ մենք այն ազգերից ենք, այդքան պարծենում ենք, հա, առաջին քրիստոնեությունը պետականորեն ընդունած ազգն ենք, ունենք աշխարհի մակարդակով հնագույն ինստիտուտը, եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, դա միայն այլևս հայկական չէ, դա համաշխարհային մասշտաբի պատկանելիության ու պատկառելի ինստիտուտ է, որովհետև այն 1700-ամյա առանց ընդհատման կառույց է, շարունակական գոյություն ունեցող։ Նման կառույցներ գրեթե չկան աշխարհում։ Տիկին Մելոյան, բոլոր վանքերն ու տաճարները, հա, Արցախում թողեցին եկան, ինչ պիտի լինի, որ հիմա իրանք մտածեն։ Տեսեք, այո, պատական չէ այդ համադրությունը, որ աթեիզմի, հա, բոլշևիկյան կառավարման օրոք ավելի քիչ եկեղեցի է կորցվել ու ավիրվել, քան այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում։ Դա մեր պատմական ամոթն է, մեր ողբերգությունն է, կարծում եմ յուրաքանչյուր բնական հայ ու մենակ այն իրավիճակը, որ եկեղեցու նկատմամբ այս արշավների համատեքստում առաջին գից անգամ ես շատ ծանոթներ ունեմ, հա, ովքեր իրենց քրիստոնեական, հա, դավանանքի տեսանկյունից չունեն համոզմունք, որ իրենք քրիստոնյա են,
բայց իրենք ունեն ընտրություն ու համոզմունք, որ ինքնությամբ հայ են, այս մարդիկ առաջնագծում են եկեղեցու համար պայքարում, որովհետև հայը, ով անկախ իր դավանանքից տեսնում է եկեղեցու նկատմամբ նկրտումներն, արշավները, միջամտությունները, այդ մարդիկ գիտակցում են, որ սա ինստիտուտի խնդիր է, սա թիրախավորում է հայի հայկական ինքնությանը։ Ու օրինակ նույն մեր քաղաքական ուժի ծագման ակունքում հենց կրկին, հա, պարոն Կարապետյանի համար այդ վերջնական կարմիր գիծն էր։ Ինչու, հա, պետքա բացառիկ մեծանուն հայը ամեն ինչ մի կողմ թողնի ու եկեղեցու հետ կապված են մի նախադասության արդյունքում անգամ 1 րոպե չանցած հայտնվի անազատության պայմաններում, քաղաքական հետապնդումների ենթարկվի ու արդեն ամիսներ շուրջ 9 ամսից արդեն ավել է հասնում, որ անազատության պայմաններում է ու այո մտել է քաղաքական պայքարի մեջ, որովհետև կրկին կա գիտակցում, որ զոհասեղանին ընդհանրապես մեր հետագա ճակատագիրն է ու հետագա հարատևման հարցն է։ Ու կրկին եմ ասում, երեկվա դրվագները ես տեսանյութ էի պատրաստել երեկվա իրադարձության հետ կապված, որովհետև առաջի անգամ, երբ առավոտյան այդ միջադեպը տեղի ունեցավ, դուրս եկանք եկեղեցուց նայում եմ, խորագույն ցասում ես ապրում, երբ տեսնում ես քո հասարակությանը այդ սուրբ խորհրդանշական տոնով ինչպիսի ցասում է ապրում, հա, այդ երկպառակտվածությունը, այդ անհանդուրժողականությունը, հա, ինքը համապարփակ պատկեր էր մեր այսօրվա իրականության։ Ու հենց այդ պառակտված վիճակը, այդ բաժանարար գծերը, որ հենց այսօրվա իշխանության ձեռքով գծվել են մեր հասարակության միջև, իրենք բացառապես մեր թշնամիների ու հակառակորդների շահերից են բխում, որովհետև բաժանված հակասական հայկական հասարակությունը ձեռնտու է միայն բացառապես թշնամուն։ Եվ դա նաև մեր հիմնական նպատակներից է, հա, քաղաքական ուժի հանրային համերաշխությունը ու միասնությունը, այս պառակտվածությունը մեզ լավ տեղ չեն տանելու։ Եվ բացառապես մեր միասնականության մեջ է մեր հարատևման գրավականը։ Ու այո, հենց ուժեղ Հայաստանի տեսլականը միասնական համերաշխ հասարակությունն է, որով էլ գնալու ենք, հա, դեպի այդ ուժեղ Հայաստան։ Հիմա շատ մարդիկ կային գրեցին, արդյոք նորմալ էր այդ վարքագիծը կամ ինչու վարչապետին ինչ իրավունք ունեն թույլ չտան մտնելու։ Կրկին ասում եմ, ինքն է տվել հանրության այդ իրավունքը։ Դուք իրավունք չունեք հանրությանը մեղադրելու, որովհետև պետական մարմինն է, պաշտոնատար անձն է, այն է բարձրագույն պաշտոնատար անձը, գործադիր իշխանության ղեկավարն է պատասխանատու հանրային միջավայրի համար ու ինքն է այդ պառակտվածությունն ու անհանդուրժողականության հիմքը տվել քաղաքացիներին, հավատացյալներին, երբ հարձակումներ է թույլ տալիս, երբ իմ ու քո է անում, երբ սև ու սպիտակ է անում, եւ պատարակներ է բեմականացնում, երբ մեկ օրում կհիշեք, հայ, առաջին պատարակը ու հանավանում, իրենց պատարակի հաջողությունը ապահովելու նպատակով այդ նույն օրը առավոտյան 9-ի ողջ մարզի Արագածոտ մարզի հոգևոր սպասարկողներին, հոգևոր հայրերին կանչել էին հարցաքննության։ Դա կրկին իրավական առումով չտեսնված աննախադեպ իրողություն է։ Եվ տեսեք դուք ասում եք ինքը կարող էր գալ, չէ՞, բայց կարծում դա արարողակարգ է, այսինքն ինքը սովորական քաղաքացի չի, հա, երբ որ փողոցով ուղղակի անցնում է եւ որոշում է պատարակի կեսից մտնել եկեղեցի եւ ուղիղ գնալ հասնել դեպի խորան։ Ո՞վ է քեզ թույլ տվել, որ մարդկանց մեջ մտել ես հերիք չի, նախ բազմությունը տեսանք, հա, այնտեղ ասախ գցելու տեղ չկար, եւ ինչու ես գնում դեպի խորան։ Էլ գնում, տեսեք, այսինքն ակնհայտ երևում էր, որ սադրելու նպատակով է ինքը մտել եւ կարող ենք Տիկին Մելոյան, ես լինեինք այնտեղ, դուք լինեիք, հասկանում եք, այդ մի հատ իրավիճակ է, այն որ երբեմն ասում ես, երբ որ ես տեսնեմ սրան, մի երկու բառ ասեմ, հա, այն որ սրտիցդ լինի, օրինակ շատ դեպքերում, երբ որ փողոցներում մարդիկ իրեն կոնկրետ պատասխանատվության առաջ են կանգնեցնում, ես օրինակ ասում ինչ լավ է, ես լինեի, ես էլ նույն կերպ կվարվեի, հա։ Տեսեք, բացի այդ, նա պետք է պատրաստ լինի, որ հանրությունը իրեն ասում է այն ինչ մտածում է, որովհետև դա նույն իրավական հարթություն է, գնանք մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան,
հենց նման իրավիճակների հետ կապված բազմաթիվ գնահատականներ ունի, հա, որոշումների տեսքով տրված, այսինքն երբ դու դառնում ես հանրային անձ, պաշտոնատար անձ, ստանձնում ես այդ պաշտոնը, դու լայնացնում ես քո նկատմամբ քննադատական խոսքը հանրային, որովհետև քո գործողություններով ուղղակիորեն պայմանավորված է մարդկանց հասարակության կյանքի որակը, եւ այո, շատ հաճախ քո գործողությունների ու քո վարած քաղաքականության հետևանքով շատ մարդիկ բացասական հետևանքներ են կրում, ու իրենք իրավունք ունեն արտահայտել այդ բացասական հետևանքի վերաբերյալ իրենց գնահատականը, այդ թվում որոշ դեպքերում վիրավորական արտահայտություններ։ Դա նորմալ է։ Մի շարք օրինակներ կան, այո, որ պաշտոնատար անձի նկատմամբ վիրավորանքներ է տրվել ու միեդը դա նորմալ է համարել այդ վիրավորական եզրութաբանությունը, որովհետև այդ իրավիճակի համատեքստում արդարացված է եղել մարդու նման ցասումը։ Ու ի տարբերություն, հա, որևէ մասնավոր անձի քաղաքացու, ում նկատմամբ այդ միջամտությունները շատ ավելի սահմանափակ են, օրինակ այս պարագայում ես եւ դուք էլ, հա, մենք մարդիկ ենք քաղաքացիներ, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով։ Ինքը այս պարագայում բարձրաստիճան պաշտոնատար անձինք սահմանափակված են, իրենք կարող են անել միայն այն, ինչ օրենքը թույլ է տալիս։ Ու հաճախ իրենք փորձում են խաղարկել, հա, այդ եզրը։ Մի օր որպես քաղաքացի են հանդես գալիս, մի օր որպես վարչապետ են, ըստ իրավիճակի, հա, որ պահին ոնց հարմար կհանդիսան, նույն եկեղեցում, հա, սկզբում ասում էր դա իմ որպես Նիկոլ Փաշինյան քաղաքացու դիրքորոշումն է, ինչ իրավունք չուներ, որովհետև այնուամենայնիվ ինքը այդ ամբողջ ժամանակահատվածում ու ժամերի ընթացքում որպես վարչապետ է հանդես գալի եւ չի կարող ծիրողական մակարդակում աշխատակիցների հետ եւ անթիվան համար, որովհետեւ մենք տեսանք երկու կողմերից անվտանգության աշխատողները ու տեսեք նույն այդ ողջ եթե կարմիր գծով նայում ենք, հա, այդ գործընթացը սկզբում ասում էր ես Նիկոլ Փաշինյան եմ որպես եկեղեցու հետ կապված տալիս գնահատականներ, վերջում ստորագրեց հայտնի փաստաթուղթը 10 եպիսկոպոսների մասնակցությամբ, այդտեղ արդեն հանդես եկա որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Այո։ Ես այնուամենայնիվ անգամ իրենց նկատմամբ, հա, ինչքան էլ իմ համար անթույլատրելի է եւ ընկալելի չէ իրենց դրսեւորած վարքագիծը, ու շատ հավանական է, որ որոշակի միջամտությունների հետևանքել է նաեւ որոշների դեպքում, անգամ այդ պարագայում ինձ թույլ չեմ տալիս նման եզրութաբանություն ու որակումներ տալ, որովհետեւ մենք չենք այդ մարդիկ, ովքեր գնահատականներ հնչեցնող են։ Ես հասկանում եմ Տիկին Մելոյան, բայց երբեմն մի քանի օր առաջ էր, հա, ձեր անձի շուրջ այդպես ինչ որ շրջանակներ որոշեցին իրենց անդասիրակ պահել։ Երբեմն մեր այս պահվածքը, երբ որ դու լինում ես համեստ, քո գործի մեջ նույնիսկ համեստ, շատերին թվում է այդպես իրենք ինչ ուզեն կարող են անել եւ որևէ պատասխան չի հնչելու հակառակ կողմից։ Ես համաձայն եմ ձեր հետ իսեր այդ հանդուրժողականությունը, խաղաղությունը ներքին, որը պետք է դրսևորել եւ հանրության մեջ տարածել, բայց երբեմն պետք է պատասխան հարված ստանան այնուամենայնիվ այդ մարդիկ, որովհետեւ ով է քեզ թույլ տվել նախ մորը, կնոջը վիրավորել եւ հանրային դաշտում դա վիրավորել, հա, դա անթույլատրելի է։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային, բայց այնուամենայնիվ պետք է երբեմն հակադարձել։ Տեսեք, իհարկե բնավ հաճելի չէ նման թիրախավորումները, հարձակումները, բայց երբ օրինակ դու էլ ունես պատասխանատվություն, մասնավորապես հիմա ես իմ քաղաքական ուժի հետ միասին եկել ենք այդ հանրային պատասխանատվության բեռն ենք վերցրել, որ փորձում ենք այս պառակտվածությունը, այս ագրեսիան հաղթահարել ու մեր բնակչությանը հասկացնել, հա, անգամ օրինակ մարզային այցերի ժամանակ շատ հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր իրենք ճիշտ է փոքրականակ են, հազվադեպ են հանդիպում, բայց հանդիպում են, որ ասում են, որ մենք այս քաղաքական ուժի աջակիցն ենք։ Ես շատ adekvat եմ մոտենում։ Այսինքն ձեր համար ականջահաճոբան չի ասում, դա նորմալ է։ Ես հենց այդ ուղերձն ենք մենք տալիս, որ անպայման չի, որ դու իրենց աջակիցն ես, մենք իրար ատենք կամ թշնամանանք։ Պետք է մենք հասկանանք, մենք միմյանց ընկալենք, նորմալ է, որ մարդիկ ունենան տարբեր քաղաքական հայացքներ։ Նորմալ չէ, երբ մարդկանց հետապնդում են այդ քաղաքական հայացքի ու այլակարգության համար, վիրավորում են ու էլ չասեմ ազատազրկում են քաղաքական հետապնդումների են ենթարկում ու իրար ատում են այդ քաղաքական հայացքի վրա։ Այսօրվա իշխանությունը եկել է այդ հանրային ատելությունն է մեր մեջ սերմացրել։
ամուսնալուծություններ են տեղի ունենում, հա, բարեկամներն ու հարազատները միմյանց հետ չեն շփվում, այո, ու դա արդեն ցավոք սրտի իրողություն են ունի իմ պարագայում։ Այո, կրկին ընդգծում եմ, տհաճ չեն, տհաճ է շատ նման հարձակումներն ու թիրախավորումը։ Բայց արդյոք այդ մարդիկ արդեն իսկ խնդիր չունեն, հա, երբ օրինակ տղամարդը այն էլ ծանոթ իրեն թույլ է տալիս նման բառամթերք եւ այլն, արդյոք ինձ հարիր է մտնել բանավեճի մեջ այդ իրավիճակում, հա, ինչ այն հայտնի ասացված կա, հա, ասում է դու ցեխը հետ ես շպրտում, քո ձեռքերն էլ են ցեխոտվում։ Այնուամենայնիվ ես կարծում եմ ապտակը մեկ-մեկ չի խանգարում։ Այնուամենայնիվ չէ, ես բռնությանը դեմ եմ, այդ ժամանակին պետք էր ծնողական դաստիարակությամբ այդ ապտակները տեղ հասցնել, այնուամենայնիվ ես ծնողաբարության մեջ եմ բռնությանը դեմ։ Ես կարծում եմ, որ կարելի է բարեկիրթ կերպով, ճիշտ սիրով, հարգանքի միջավայրում առողջ մարդկանց մեծացնել եւ ես գտնում եմ, որ հավատում եմ, որ մենք կարող ենք առողջացնել մեր հասարակությանը։ Ու ես շատ ցավում եմ երեկվա դրվագը այդ կրկին, հա, արդեն որերորդ անգամներ իրենք քարոզչական ծիրում են, էլի կրկին հայմոր այդ ճիճը, հա, որ տղուս թողեք, մի տարեք, ես իմ մխրճվել էր իմ սրտում էր երեք։ Մենք նույն բանը տեսել ենք Եռաբլուրում, որտեղ կորույս ծնողներին ես երբեք քարշ տալիս։ Բան ես կարծում եմ մենք մեր ուղեղից այդ պատկերը Տիկին Գոհարի ինչպես ձեռք ու ոտք հարած Եռաբլուրուն իրեն աստիճաններից իջեցրին ու տարան այդ իրավապահները, ես դա երբեք չեմ մոռանա, այդ ապրումները, այդ ամոթը, որ այդ պահին ապրում է, այդ անկարողությունը, որ մենք թույլ տվեցինք, որ դա տեղի ունենա։ Տեսեք Տիկին Մելոյան, օրինակ Նիկոլը երբ ասուլիս էր տալիս լրագրողներին, ասաց դուք բոլորդ ընտրելու եք ինձ, որովհետև իմ տարիներին իբր բռնություններ չի եղել լրագրողների, մենք գիտենք թե որ քաղաքական ուժի նկատի ուներ եւ կոնկրետ հա երկրորդ նախագահի նկատի ուներ, որ իր տարիներին եղել են դեպքեր, որտեղ որ լրագրողը օրինակ այս համարձակությամբ եւ խոսքի այս ազատությամբ, որը հիմա կա ըստ իրեն չի եղել այդ հարցեր եւ չի հնչել պատասխանել։ Հիմա ես իհարկե հասկանում եմ ուր ատանում այդ ամեն ինչը, բայց օրինակ չբացառենք եւ չփորձենք, հա, անտեսել այն, որ օրինակ իր իշխանության ժամանակ այն որ Արցախը նվերատվել թշնամուն, այն 5000 զոհերը, այն խեղված ճակատագրերը, որ անթիվան համար են, տասնյակ հազարավոր են, հա, եւ հիմա այս մթնոլորտը, որը ձևավորել է, օրինակ ես շաբաթ-կիրակի օրերին փորձում եմ Facebook համացանցից դուրս գալ, որովհետեւ ես գիտակից մարդ լինելով հանդերձ չեմ կարողանում, նյարդերս չի տեղի կա տալիս, հասկանում եք, եւ այն որ ինքը ասում է լրագրողները ինձ են ընտրելու, որովհետեւ իրենք ապրում են ազատ, իրենց խոչընդոտող չկա, խոսքի ազատությունը ծաղկում է եւ այլն, ես հիմարագույն բաները որ ասում եմ, օրինակ իր իշխանության օրոք ուժայինները իմ ոդկա ասենք տվեցին ջարդեցին, որովհետեւ այդ րոպեն պիտի Նիկոլը անցներ եւ անվտանգությունը փորձում էր ինձ մեկուսացնել այդ հատվածից, ինչը որ ես իմ մասնագիտական աշխատանքն էի կատարում։ Այսինքն հիմա ես պիտի փառք տամ Աստծուն, որ ինձ չեն սպանել։ Ելի իրավականով սկսեմ, հա, իրավական անդրադարձ կատարեմ։ Դա դրվագներից մեկն էր ձեր հետ կապված միջադեպը։ Եվ միջադեպեր կանանց ենք տեսել քարշ տալու աստիճաններից ազգային ժողովի ու հետապնդումների, որը լրատվական համայնքն է արժանացել ու նոր էլի կարմիր գծեր են հատվել, նոր աննախադեպեր են գրանցվել իր իշխանության օրոք, դա իրականում ռեկորդային է, այն էլ լրագրող վարչապետի իշխանության պայմաններում։ Դա մենակ ֆիզիկական հետապնդումներն էլ չէ, հա, ֆիզիկական բռնություններ չէ, մենք տեսել ականատես ենք եղել, ինչպես է, հա, ոստիկանական մեքենան վրա երթի ենթարկում լրագրող տիկնոջ, ինչպես են քաշքշում բերման ենթարկում, ինչպես է ազգային ժողովի падգամավորների իրենց ամենաանթույլատրելի բառամթերքը օգտագործում կին լրագրողի, ինչպես են ազգային ժողովի ղեկավարության հրահանգով քարշ տալով դուրս բերում շենքից լրագրողների, ինչպես խմբագրի նկատմամբ գլխավոր խմբագրի գործ են փորձում հարուցել, ինչպես գլխավոր խմբագրի հետ կապված մեկնաբանելի նյութեր են տարածում, վիրավորանքներ, զրպարտական նյութեր են տարածում, քրեական գործեր են փորձում հարուցել, հա, դատի են տալիս, այս մի շարք իրավիճակներ, որոնք օրինակ նախորդ ղեկավարները իրենց թույլ չեն տվել կամ նախորդ իշխանությունները
Ես կրկին պետքա նախ երախտիկս հայտնեմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, իմ հարգարժան գործընկերներին, որովհետև ձեր դեմքով, այո, դուք եք ու այս 8 տարիների ընթացքում դուք ցույց տվեցիք, որ հիրավի պատահական չէ տեսական ասացվածքը, որ դուք 4-րդ իշխանություն եք։ Այո, ԶԼՄ-ները 4-րդ իշխանությունն են, որովհետև անկախ այդ ճնշումներից երբեք չեն նահանջում, երբեք տեղիք չեն տալիս այդ ճնշումներին, չեն վախենում, չեն թույլ տալիս իրենց միջավայրում վախի մթնոլորտ ձևավորել ու բարձրաձայնում են խնդիրները, որովհետև ԶԼՄ-ների միջոցով է հնարավոր լինում հասցնել այդ երկրում տեղի ունեցող իրականությունը մարդկանց։ Լրագրողները եւ փաստաբանները։ Այո, ասում անհամեստորեն ասեմ, նաև իրավապաշտպանական համայնքը, իրավաբանները, գործընկերներս փաստաբանական համայնքը այս ընթացքում մեծ ներդրում ունեցան, որովհետև դա փոխկապակցված է, հա, նաև մարդկանց քաղաքական առավել եւս քաղաքական հետապնդումների թիրախ հանդիսացող քաղաքացիների շահերի պաշտպանությունն է դառնում առաջնահերթություն։ Ու բնավ կրկնում եմ, հա, մեր այդ թյուր կարծիքը, որ իրանք անդադ փորձում են հա կրկնել, ժողովրդավարությունը ինչ պետք է անեիք, հա, պետք է մարդկանց փողոցում սպանեիք, որ ասեիք այլևս ժողովրդավար չեմ։ Դրա համար պիտի փառք Դուք պետք է հասկանաք, այսօրվա իշխանությանն եմ ասում։ Իրենք մի քանի անգամ ավելի կաշկանդված են նախորդ իշխանությունից ու չեն կարող համադրվել։ Դուք եկել եք իշխանության այդ նախորդ իշխանությունների գործողությունների քննադատության արդյունքում։ Դուք այն վառ ընդդիմությունն եք, որ այդ ամեն ինչը այդքան քննադատում եք, կամ բա դուք ոնց եք այդ ամեն ինչը իրականացնում, այդ ոնց հեղափոխություն այցեք, եթե ամեն ինչ այդքան ահավոր ու վատ է։ Եվ լրագրողները որ չլինեին ինքը ով էր։ Ինքը Նիկոլ Փաշինյանն էր, որը այդպես հայկական ժամանակում եւ լրագիրում աշխատած մեկն է եւ իր գործունեությունն էլ բոլորից աչքի առաջ։ Ես ուսումնասիրում եմ հաճախ պատմությունը, հա, մեր քաղաքական ու այո, դեպքերը թե ինչպիսի աջակցություն էին իրեն, հա, Նիկոլ Փաշինյան լրագրողին ցույց տալի ողջ լրագրողական համայնքը, կարելի է նախանձել նման համախմբված մասնագիտական աշխատանքի։ Այո, մարդիկ ցույցեր էին անում, մարդիկ հավաքումներ էին կազմակերպում ի աջակցություն, եւ դա այդպես ուրանալա դասական, հա, վերացարկվենք անգամ մասնագիտակից, մարդկային առումով էլ անգամ նորմալ չէ, ու արդեն մարդկային որակների մասին է, հա, վկայակոչում։ Այս իրավիճակում պետք է կրկնեմ, այո, լրագրողական համայնքը եւ լրատվական գործունեությունը, տեղեկատվության ազատությունը ամենաառաջնային թիրախավորվող ոլորտներից է այսօր, որովհետև ոչ միայն դա ֆիզիկապես է դրսևորվել, այլև իրավական ակտերով։ Ինչ իրավիճակ լինում էր, հենց իրավական ակտերով էլ փորձել է առաջին հերթին լրատվական գործունեությունն ու տեղեկատվության ազատությունը սահմանափակել։ Կհիշեք, հա, մենք ունեցել ենք արտակարգ իրավիճակ, արտակարգ դրություն կներեք, պատերազմական դրություն, ռազմական դրություն, պատերազմական իրավիճակ, ռազմական դրություն, ու այդ իրավական ակտերով կառավարության որոշումներով ամենաառաջնային ու ամենալայնամասշտաբ սահմանափակումները հենց լրատվական դաշտին է վերաբերվում ու տեղեկատվության ու խոսքի ազատությանը։ Ինչու՞, որովհետև ինքը վտանգը հենց այդտեղ էր տեսնում, հա, իրականությունը, որովհետև լրատվական դաշտն է հասցնում քաղաքացիներին, իսկ իրենք այն քաղաքական հուշն են, որ ամենաշատն են մանիպուլացնում, կեղեքում ու այդ իրականությունը այլախոհված հասցնում մեր քաղաքացուն։ Ու այսօրվա իրականությունը նաև դրանով է պայմանավորված, որ քաղաքացիները շատ հաճախ իրազեկ չեն, քաղաքացիները հողի վրա չեն պատկերացնում եղելությունը։ Դա նրա հետևանք է, որ ցավոք սրտի օբյեկտիվ լրատվությունը ավելի քիչ հասանելի է մեր հանրությանը, օրինակ մարզաբնակ հանրությանը։ Օբյեկտիվորեն խողովակները ավելի քիչ են, ավելի անհասանելի են։ Ու կրկնակի մեր բեռն է մեծանում, պատասխանատվությունն է մեծանում, համատեղ, հա, բոլորս միասին փորձենք մարդկանց իրազեկել, կրկին եմ ասում, հա, անկախ քաղաքական հայացքներից, մոտեցումներից եւ այլն, միմյանց նկատմամբ վերաբերմունքից իրազեկել, ինչ է կատարվում, ոնց են չարաշահվում լիազորությունները, սկսած մենակ լրջագույն քաղաքական իրողությունները չէ, հենց առաջին հերթին սոցիալ-տնտեսական հարցերից սկսված, այսինքն վերցնեմ, հա, բառ օրինակը վերջին, թոշակները, այո, շատ լավ է, որ թոշակառուների համար 10,000 դրամով ավելացվեցին, բայց արդյոք այդ
բարձացված 10,000 դրամները հետո նույն թոշակառուների քթից չեն բերելու, չեն իջացվելու կամ նոր հարկային բեռ չեն դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Ասեց գնացել էր խանութ եւ ասում էր տեսեք օրինակ այս ապրանքը 3 անգամ թանկացել է։ Հիմա ես թվերով խոսենք, հա։ Իրենք տեսեք, նախ առաջինը թոշակի բարձրացումը ընդհանրապես նախորդ կիսամյակ են իրենք բյուջեի մասին օրենքը ընդունել, բյուջետավորման տողերն էին քննարկում ազգային ժողովում։ Չկար սահմանված թոշակի բարձրացում, նախատեսված չէր։ Այդ որտեղից ծագեց այդ գումարը, այդ ոնց կազմակերպեցին բարձրացումը, հա, սպոնտան։ Ակնհայտորեն այս նախընտրական ծիրում զուտ մարդկանց մոլորեցնելու միտում ունի ու քանի որ չկար այդ ֆինանսը արկա ազատ, այդ ֆինանսը ինչ որտեղից հետո պետք է, հա, փոխհատուցելու խնդիր առաջանա, որ համեմատեք 2018 թվականի դրությամբ միջին կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 42,000 դրամ։ Նվազագույն սպառողական զամբյուղի միջին արժեքը 40,000 դրամ է եղել։ Նվազագույն սպառողական զամբյուղը դա միջին մարդու համար անհրաժեշտ մթերքների համասփյուրն է։ Օրինակ այն մթերքները, որ մարդը պետք է ամսվա ընթացքում անպայման ընդունի, մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մթերքներն են։ Դա հացն է, ձեթն է, շաքարավազն է, միրգն ու բանջարեղենն է եւ այլն։ Հիմա որ տալիս եմ 2025 թվականի համադրությունը, հա, 18 թվականը 42,000 դրամ, 2025 թվականի դրությամբ միջին կենսաթոշակը բարձրացել է ընդամենը 49,000 դրամի։ Պատկերացնում եք ինչ չնչին է, հա, այդքան մարդկանց այդ հայտնի վառն դիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ ամբիոններից բղավում էր տատիկների, պապիկների մասին, մարդկանց սոցիալական անապահովության խնդրի մասին, եկան իրանք ստանում են մոտ $20,000 մի անվակ պարգևավիճ, չէ՞, պատկերացնում եք 20,000 ամերիկյան դոլար, մեր իրականությունը պարգևավիճը։ Իրենք ասում են մենք արժանի ենք։ Ով է գնահատել ձեր արժանիքը, ինչը որ ցուցիչն է ձեր արժանիք, այդ կորցված Արցախն է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտված, որ հենց հիմա այդ ձեր քարտեզի տրամաբանությամբ էլ Հայաստանը այդ քարտեզը, որ ժողովրդին բաժանում են, այդ քարտեզի մեջ հիմա ադրբեջանական զորքեր են կանգնած։ Անկամ այդ քարտեզը իրենք չեն երաշխավորել անվտանգային տեսանկյունից։ Ու թիվը բերում եմ, հա, թոշակը ընդամենը 49,000 են դարձրել միջին կենսաթոշակը։ Նվազագույն սպառողական զամբյուղի միջին գումարը 25 թվականի դրությամբ 79,000 դրամի է հասել։ Գրեթե կրկնապատկվել է։ Գոնե եթե 2018 թվին մարդը կարար այդ սպառողական զամբյուղի համատեքստում իր մթերքի հարցը հոգալ, 2025 թվականում այդ մարդը անգամ չի կարողանում կիսով չափ ամսական մթերքի հարց հոգալ։ Դեռ կա դեղամիջոցի խնդիր, առողջապահական մի շարք խնդիրներ կենսաթոշակառուի համար, կա տրանսպորտի խնդիր, այլ առաջին անհրաժեշտության հարցեր։ Մենք այդպես երկար կարող ենք այլ մարդը գոյատևելու։ Այո, սա այն ակնհայտ ցուցիչն է այն մասին, որ իրենք սկսած անվտանգային խնդրից մինչև սոցիալ-տնտեսական խնդիր, դրանք են անվտանգային հարցեր, հա։ Մենք առաջին հերթին որ իրավական անվտանգության լրջագույն խնդրի առջև ենք կանգնել։ Այսօր փորձում են խաղարկման առարկա դարձնել ու դարձրել են մեր անկախության հռչակագիրը։ Երբ արտաքին սպառնալիքով ներքին անկյունակարային իրավական ակտը, այն էլ պետության անկախության հռչակագիրը, հա, դա մեր պետության ծննդյան վկայականն է, դարձնում են խաղարկման առարկա, դա իրավական անվտանգության առաջնային խնդիր է։ Տիկին Մելոյան, այս շատ կարճ ասեմ, հա, հռչակագիրը ինքը առանձին վերցրած հռչակագիր է, որը սահմանադրության մեջ տեղ է գտել, թե սահմանադրությամբ ինքը հռչակագիրը իր տեղն ուներ, հա, ես փորձեցի այդպես։ Տեսեք ոնց է։ Մենք ունենք 1990 թվականի օգոստոսի 23-ին մեր հիմնադիր նախահայրերը, այո, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում Հայաստանի պետականության ստեղծման մասին ու այդ որոշումը որպես իրավական ձևակերպում տվող անկախության հռչակագրին է։ Այո, պետությունները ամբողջ աշխարհում միջազգային իրավունքի համաձայն, հա, համաշխարհային պրակտիկայի համաձայն պետությունների ձևավորման նախահիմքը հռչակագրերն են։ Ու որևէ պետություն երկրորդը չկա, որ իր անկախության հռչակագիրը այսպիսի խաղարկման առարկա է դարձել։ Սահմանադրության մեջ հղումը մեր
սահմանադիր նախահայրերի գեղեցիկ լուծումն է եղել։ Իրենք իրավական ուժ են տվել անկախության հռչակագրին, բայց արդեն սովորույթի ուժով է, հա, ինքը նորմալ ձևական առումով, ֆորմալ առումով սովորական իրավական փաստաթուղթ չէ։ Ինքը հիմնադիր փաստաթուղթ է։ Մեր սահմանադիր նախահայրերն էլ արդեն հղում կատարելով գեղեցիկ իրավական լուծում են տվել։ Սահմանադրության նախաբանում ներառելով դա։ Բայց պարագայում իրենք ոնց են հռչակագիրը որոշում նոր իրենց Ալիևյան գրած սահմանադրության։ Դե տեսեք, Ալիևը ինչ ասեց։ Ալիևը 2024 թվականի հունվարին հայտարարեց, որ իրենք պահանջ ունեն, որպեսզի մենք հրաժարվենք սահմանադրությունը պարտադիր փոփոխենք, իսկ իրենց սահմանադրության փոփոխման պահանջը դա անկախության հռչակագրից հրաժարումն է, որովհետև իրենց տրամաբանության մեջ անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցն է սահմանված։ Եվ անմիջապես Ալիևի հայտարարությունից հետո օրեր անց Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես եկավ ասուլիսով եւ Քավլիցի որևէ մեկը չի հերքում, որ իրենք ինչ եկել են իշխանության, իրենք օրակարգում ունեցել են սահմանադրական փոփոխությունները, բայց օրեր անց ինքը թևակողեց, հա, ասեց այլևս մենք սահմանադրական փոփոխություններ չենք անում։ Մենք գնում ենք նոր սահմանադրություն ընդունելու ճանապարհից։ Իսկ ինչու ինքը գնաց նոր սահմանադրության ընդունման ճանապարհով, որովհետև տեխնիկական առումով սահմանադրական փոփոխության արդյունքում չի կարող փոխել սահմանադրության նախաբանը։ Սահմանադրության նախաբանը փոխելու համար պետք է նոր սահմանադրություն ընդունվի։ Դա էր տեխնիկական նրբությունը։ Ու ակնհայտ է, որ այդ թևակողումը սահմանադրական փոփոխությունից նոր սահմանադրության ընդունում մեկ պատճառ ուներ։ Դա ադրբեջանական կողմի թելադրանքն է։ Եվ Տիկին Մելոյան շատ կարճ, որովհետև ժամանակի խնդիր ունենք, դուք հայտարարել եք, որ գնում եք խորհրդարանական ընտրությունների եւ տեսնում ենք մարզային այցելությունները, ձեզ լավ ընդունում են, մարդիկ ողջավորված են եւ հույսի նշույլ այնուամենայնիվ կա։ Երբ որ ես ուժեղ Հայաստանի անդամների եւ ընդհանրապես այն մարդիկ, ովքեր ներառված են ձեր կուսակցության մեջ, խոսում եմ, ասում են մենք գնում ենք հաղթելու։ Դուք նաեւ հայտարարում եք բաց։ Եթե Աստված ոչանի դուք անցնում եք խորհրդարան այսօրվա Հայաստան դաշինքի չափով, օրինակ, թվացար։ Ինչ եք անելու, վերցնելու եք մանդատները, էլի 5 տարի մեզ ջղայնացնելու եք, ինչպես Հայաստան դաշինքը արեց։ Տեսեք, երբ որ իրենք գնում են, ասում են գնում են կռելու։ Իրենք գնացին, չկռեցին, ասին գնում ենք ազգային ժողով, մենք ազգային ժողովում հարցերը կլուծենք։ Չկար։ Գնում ենք օրակարգ, մեր օրակարգով ենք գնում ԱԺ, հետո որոշում էին չմասնակցել, հետո տենց չտեսանք։ Հիմա 5 տարի իրանք մեզ ջղայնացրեցին։ Մեղմ ասած։ Եվ 5 տարի մենք նորից այս աղետի մեջ եւ Արցախը հանձնվեց այդ ընթացքում եւ լիքը աղետներ։ Եթե Աստված ոչանի երկրորդ տեղ դուք անցնեք, մանդատները կվերցնեք, թե ոչ։ Տեսեք, պետք է գործընկերներիս երկրորդը մենք բացարձակ հաղթանակի ենք գնում ու նախահիմքերը բոլոր կան դրա համար։ Այս պայդրությամբ մենք բոլոր սոցհարցումներով առաջատար ենք։ Այս պայդրությամբ մեր առաջնորդը այն պայմաններում, որ ազատազրկված է անգամ ու սահմանափակումները կան, հա, իր հաղորդակցման վրա առաջատար է քաղաքական դաշտում, որ ու նախընտրելի քաղաքական գործիչ է, թե մարզերում, թե Երևան քաղաքում։ Ու բնականաբար մեր տեսլականը, մեր նպատակը բացարձակ հաղթանակն է, ինչը մասին մենք խոսել ենք ու հրապարակել ենք։ Այլ սցենարները, այլ զարգացումները մեզ համար այս պայդրությամբ դիտարկելի չեն։ Պլան B չունենք։ Բոլոր պլանները ունենք, բայց նպատակը հաղթանակն է բացարձակ։ Այդ պլանների մասին նպատակային է։ Դուք չեք հաղթում, ուրեմն նույնիսկ դաշտում չեք լինելու։ Այդ նպատակները, տեսեք, շատ եմ ուզում որ հաղթեք եւ Նիկոլից ազատվենք։ Մենք չենք կարող չհաղթել, որովհետեւ դա մեր կարծիքը չէ։ Դա ցուցիչ է, իսկ այդ ցուցիչները բոլոր հարցումներով անընդհատ չափվում են։ Չի կարող այլ իրավիճակ լինել, եթե այլ իրավիճակը լինի, դա միջամտությունների հետևանք է լինելու։
Մենք փորձելու ենք այդ միջամտությունները վերահսկել։ Տարբեր սցենարների համար տարբեր պլաններ ունենք մշակած, մտածված ու դիտարկում ենք այդ բոլոր հնարավոր զարգացումները։ Բայց մենք ունենք հռչակած նպատակ, դա բացարձակ հաղթանակն է եւ ամենակարևոր ճշմարտությունը էլի այստեղ պետք է ընդգծեմ ու հողում կատարեմ, դա ժողովրդի կամքն է լինելու։ Մենք նպատակ ունենք թույլ չտանք, որ միջամտություններ տեղի ունենան, արհեստական միջամտություններ մեր քաղաքացիների ընտրողների կամքին։ Պետք է երաշխավորենք, որ յուրաքանչյուր ընտրողի քվե հասնի տեղ ու արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, որ մարդկանց սպառնում են երկու ձևաչափով հիմնականում, ինչը ես ստացել եմ։ Մեկը ասում են վերահսկելու ենք տեղամասերում տեսախցիկներում, թե ում ընտրեցիք, երկրորդ ասում են նկարեք, պետք է նկարեք, ուղարկեք, հա, մասնավորապես կոնկրետ ուժից է գալիս այդ սպառնալիքը։ Քաղաքացիներին կրկին օգտվեմ հնարավորությունից հիշեցնելու հարգելի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներ, մենք բոլոր տեղամասերում ներկայացված ենք լինելու, ես անձամբ երաշխավորում եմ, որ ընտրատեղամասում, որտեղ դուք մտնելու եք, քվեարկություն կատարեք, որևէ լրացուցիչ տեսախցիկ չի լինելու, որով կվերացվի, թե դուք ում եք քվեարկել։ Եթե ձեզ ասում են նկարեք, ում եք քվեարկում, նկարեք, այլևս ընտրություններում չկա գրիչ եւ մատիտ։ Նկարեք, հետո հանեք շպրտեք ձեզ հարկադրողի քվեաթերթիկը եւ դրեք ծրարի մեջ այն ուժի քվեաթերթիկը, որին իրապես կցանկանաք տեսնել որպես ձեր երկրի իշխանություն։ Դրանք ուղղակի սպառնալիք են, որոնով փորձում են ճնշել ձեզ, վախեցնել ձեզ։ Մենք հունիսի 7-ին այդ վախերին ասելու ենք ոչ, մերժելու ենք այդ վախերը եւ արթնանալու ենք նորմալ, համերաշխ, միասնական ուժեղ Հայաստանում։ Քվեաթերթիկն է լինելու ձեր ձեռքը եւ ոչ մի տեսախցիկ։ Այո։ Շնորհակալ եմ Տիկին Լելոյան, Աստված առաջ, թող որ այն լույսը եւ սպասումները, որ ունենք եւ անհամբեր սպասում ենք, թող Աստվածի կատարածի։ Շնորհակալ եմ շատ։ Կհանդիպենք։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ